Իմ հարցը երևի կրկնություն է նախորդ մեր հանդիպումից նույնպես։ Ուզում եի իմանալ այս ընթացքում հաշվի առնելով, որ արդեն 3 շաբաթ է անցել մեր վերջի քննարկումից հետո, արդյոք կա որևէ պաշտոնական արձագանք ԵՄ-ի գործադիր մարմիններից այս նախաձեռնության հետ կապված։ Նշեմ նաև, որ եթե չեմ սխալվում, անցած շաբաթ տեղի էր ունեցել մեր եւ ԵՄ-ի հանձնաժողովի նիստ, որը վարում էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հա, ամեն դեպքում այս պայծրությամբ դա միակ, եթե ճիշտ եմ հասկանում, գործող entity-ն է պաշտոնապես Հայաստանի եւ Եվրամիության միջև եւ որևէ հաղորդագրության մեջ այդ հանդիպումներից հնչած ոչ հայկական, ոչ ԵՄ-ի ներկայացուցիչների ես անդրադարձ չեմ տեսել այս օրենքի նախագծին, անկեղծ ասած։ Այդ իսկ պատճառով կուզենայի իմանալ կամ եթե պարոն Զեյնալյանը չգիտի, պարոն Հովհաննիսյան, արդյոք կա այնուամենայնիվ պաշտոնական դիրքորոշում Եվրամիության գործադիր իշխանության կողմից այս օրենքի նախագծի հետ կապված։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Ինչպես նշեցի վերջի նիստում, պաշտոնական արձագանքը միայն Հայաստան Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի ընդունված փաստաթղթերում էր, որոշումներում, ձեր նշված միջոցառումը Հայաստանի փորձագետների համար էր, կար հրավիրված մեկ փորձագետ Եվրամիությունից եւ նպատակը ոլորտային հարցերին էր ուղղված ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիայի եւ այլ շրջանակներում Բրյուսելում սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը եւ ապա պետք է ակնկալել արձագանքեր։ Արձագանք պարոն Գևորգյան։ Այնուամենայնիվ արձագանքի ենք անգամ եթե մասնագիտական մակարդակով քննարկում է լինում եւ օրակարգում այսօր կա նմանատիպ հարց, այսինքն դրան անդրադարձ չի եղել ընդհանրապես, թե չի կարևորվել այս նախաձեռնությունը ընդհանրապես եւ երկրորդը կուզենայի իմանալ ինչ է նշանակում ըստ երևույթի սպասում եք։ Դա տեղեկություն է, թե դուք ենթադրում եք։ Չէ, ենթադրում, ինչպես դա ընդունված է, սպասում են օրենքի ընդունմանը։ Ես ինքս այդ միջոցառմանը չեմ մասնակցել, չեմ կարող ասել հնչել են թե ոչ կարծիքներ։ Վերջնական փաստաթուղթ այնտեղ չի ընդունվել, քանի որ փորձագիտական քննարկում է եղել եւ պաշտոնական դիրքորոշումը, ինչպես հայտնել էին եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, պաշտոնապես, որ սպասում են օրենքի ընդունմանը։ Այսինքն նմանատիպ պաշտոնական արձագանք է եղել։ Այո, այդ եղել էր դեռևս օրենքի առաջի ընթերցումից հետո պաշտոնական ներկայացուցիչը եվրոպական արտաքին գործողությունների ծառայության այդպիսի հայտարարություն արել էր, որ ի գիտություն են ընդունում օրենքի քննարկումը եւ հանդես կգան համապատասխան հայտարարություններով։ Իսկ նախորդ քննարկման ժամանակ մենք չգիտենք դրա մասին։ Ես կարծեմ նշել էի կամ ոչ, բայց դա ուղղակի ոչ արձագանք էր, այլ գիտություն ընդունելու մասին հայտարարություն։ Ես պարզապես քանի որ գիտեմ նաև Եվրամիության աշխատանքի ոճը, աշխատալը թեվը եւ այլն, ըստ էության իրանք երբեք չեն սպասում երկրորդ կամ երրորդ ընթերցումներին, այլ եթե կա քաղաքական որոշում, իրանք այդ քաղաքական որոշումը ի սկզբանե ինչ որ ձևով կամ ողջունում են կամ ընդառաջում են կամ դրական են արձագանքում կամ չեն արձագանքում, ինչևից է։ Ես ճիշտ հասկացա, որ նախաբանը փոխվել է եւ հիմա կոնկրետ նպատակներն են նշվում այս օրենքի։ Չէ, նախորդում նախաբանը։ Նախորդում էլ է նշվում կոնկրետ նպատակները, ձևակերպումն է փոխվել։ Նախորդում Օրինակ տարբերություն նախորդի հետ կապված որն է, որտեղ ես չունեմ փաստաթղթի նախագիծ։ Հեսա մի քանի րոպեից խնդրեմ նախորդի օրինակը կուղարկեք ինձ։